Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է լինի միութենական պետության մաս։ Եվ Վիտալի Բալասանյանը, ձեր համար լավ ծանոթ, Ղարաբաղից, դա հայտարարել է ոչ միայն ուղղակի, այլ էջմիածնում Կտրիչ Ներսիսյանի մոտ փաստացի գտնվելու ժամանակ։ Եվ հայտարարել է զուգահեռ, որ պաշտպանելու են Կտրիչ Ներսիսյանին եւ որ Հայաստանը պետք է դառնա միութենական պետության մաս։ Եվ այս ամենին ինչ է պակասում ձեր կարծիքով։ Այո, Վիտալի Բալասանյանը նաեւ հայտարարեց, որ ինքը աջակցում է ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանին։ Կարապետյանը, որը բացահայտ չի խոսում եւ խոստովանում նրա մասին, թե ինչ է անելու Հայաստանի հետ, եթե իհարկե դա չի լինի, բայց վարչապետ դառնա։ Առաջերտին ինքը չի կարող վարչապետ լինել սահմանադրության խախտումով, բայց գիտեք, օլիգարխը պատկերացնում է, որ ինչ սահմանադրություն, որովհետեւ այսօր խոսքին մյուս օլիգարխը ռուս Բիձինա Իվանիշվիլին Վրաստանը կառավարում է չունենալով պաշտոն, այսինքն մեր սահմանադրությունով այստեղ ամրապնդված է ինչպես Վրաստանում, այդպես էլ Հայաստանում, որ վարչապետն է ղեկավարում պետությունը, իսկ ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին ղեկավարում է վարչապետով, եւ այսինքն հակասահմանադրական ձևաչափով է ղեկավարում պետությունը։ Ուստի ես չեմ զարմանում, որ ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանը պատկերացնում է, որ իր առաջի քայլը քաղաքականության մեջ պետք է լինի սահմանադրության խախտումը, սահմանադրության փոփոխությունը իր սեփական նպատակների համար, բայց ինքը չի խոստովանում այն, ինչ իր ժամանակ բացահայտ խոստովանեց Ռուբեն Վարդանյանը, եւս մեկ օլիգարխ Ռուսաստանից, եւ մենք գիտենք իր նաև կապերի հետ ռուսական ֆինանսական համակարգի հետ։ Իհարկե, երբ մարդը գտնվում է բանտում, ես չեմ ուզենա իրան քաղաքական գնահատականներ տալ, եւ ամեն դեպքում բոլոր հայերը գտնվող Բաքվում պետք է ազատ արձակվեն եւ հայկական պետությունը այդ ուղղությամբ քայլեր անում է եւ կանի, եւ ես համոզված եմ, որ դա կհասնի իր նպատակին ինչ որ ժամանակահատվածում, բայց այստեղ ամենակարևորը այն է, որ Ռուբեն Վարդանյանը մեզ նաև ասում էր, հիշում եք, որ Հայաստանը պետք է լինի Թաթարստանի նման Ռուսաստանի կազմում, որովհետև անկախություն պահել չի ստացվելու հիմա։ Դա բառացի իր խոսքերն են ելույթի։ Նույնը ասում է հիմա Վիտալի Բալասանյանը, որ այս իրավիճակում ինչ ինքնիշխանություն, ինչ սուվերենություն, ասում է ինչ սահմանի դեմարկացիա, դելիմիտացիա, այսինքն սահմանազատում եւ սահմանագծում, մենք նորից, ինչպես անցյալում, պետք է լինենք մեկ պետության մաս, ինչ տարբերություն դա ինչ անունով է լինելու, որովհետեւ ուրիշ ձև չի ստացվի։ Հիմա հարգելի հայրենակիցներ, ես ոչ միայն վերլուծում եմ իհարկե այս տվյալները, այլ ես ունեմ ուրիշ նաև տվյալներ եւ ոչ միայն հանրային, այլ տարբեր եւ տարբեր աղբյուրներից եւ իրոք հաստատում եմ այն, որ այս ծրագիրը պատրաստվել է եւ պատրաստվում է։ Առաջերտին արեք սկսենք նրանից, որ նույն կոնկրետ Վիտալի Բալասանյանը սա ասում է փաստացի Սամվել Կարապետյանին աջակցելու հետ միասին եւ Կտրիչ Ներսիսյանին, բայց սա չեն ասում Կտրիչ Ներսիսյանը եւ Սամվել Կարապետյանը։ Այսինքն արեք արձանագրենք, որ հիմա Ռուսաստանը հասկացել է, որ եթե սա ասի Սամվել Կարապետյանը կամ Կտրիչ Ներսիսյանը, ապա մենք կստանանք փաստացի լուրջ այսպիսի հանրային արձագանք սրան։ Ռուբեն Վարդանյանը երբ ասեց սա, հանրային արձագանք եղավ։ Այսինքն այդ ճանապարհով գնալը, բացահայտ ասելը, որ մենք պետք է Ռուսաստանի կազմում հայտնվենք, իրանք հասկացան, որ հայկական հանրության համար անընդունելի է։ Ուստի Սամվել Կարապետյանը եւ իր գլխավոր քաղաքական դաշնակից քաղաքացի Կտրիչ Ներսիսյանը մնացածը իհարկե մենք ձեր այդ օրերս քննարկեցինք, հա, մոտավորապես ինչպիսի հանրային կարծիք է Հայաստանում այդ սոցիալական հարցումով եւ հասկանալի է, որ ամենագլխավոր քաղաքական ընդդիմադիր նկատի ունեմ ռուսական այս գործակալական ցանցում գլխավոր դերը ունի Սամվել Կարապետյանը, ռուս օլիգարխը եւ իր թիմը եւ մնացածը արդեն իրեն աջակցելու օրակարգով են լինելու։ Ուստի այստեղից պետք է
մենք հասկանանք, այսպիսի եզրակացություն անենք, որ հիմա իրանք հասկացել են, որ Սամվել Կարապետյանին պետք է տանել ավելի Իվանիշվիլու սցենարով։ Ինչ նկատի ունեմ։ Իվանիշվիլին երբ եկավ իշխանություն, ինքը ասում էր գնում ենք դեպի Եվրոպա, մինչև դրանից հետո էլ շարունակում էր գնալ Եվրոպայի կողմ, բայց իրականում կամաց-կամաց պետությունում քանդում էր պետական կառավարման համակարգը, վարչապետ, նախարարներ, խորհրդարան, տարբեր կառույցներ, մարդու իրավունքների պաշտպան եւ այլն, ԶԼՄ-ներ, այսինքն ինքը ձևավորում էր համակարգ բիզնեսի ոլորտում իհարկե, որ այդ համակարգը լիովին իրեն ենթարկվի եւ այդ համակարգը սկսեց իրեն լիովին ենթարկվել։ Այսինքն ռուսները Վրաստանը կարողացան պետական, ուրեմն state capture ինչ որ կոչվում է, այսինքն պետական զավթում ծրագիր կազմակերպել Վրաստանում եւ հիմա իրանք արդեն համոզված են, որ Վրաստանում կարողանալու են Վրաստանը դարձնել ինչ որ կարգավիճակով Ռուսաստանի ուրեմն մաս։ Հիմա իրանց գլխավոր օրակարգը այն իրավիճակում, երբ Իրանում Ռուսաստանը սարսափելի կարելի է ասել պարտություն է հիմա կրում, այո, Ռուսաստանը, հենց Ռուսաստանը, եւ այս գործակալական ցանցնել նույն Վիտալի Բալասանյանը ասում է Իրանի հետ միասին երեք է այս հայտարարությունը արել։ Իրանի հետ միասին մենք պետք է ձևավորենք ինչ որ մի բան։ Այսինքն պետություն, որը դուք տեսնում եք, որ ղեկավարությունը սպանվում է շատ հաճախ, հիմա էլ այսօր հայտարարեցին, որ Մոջթաբա Խամենեին որդուն, ուրեմն Խամենեի ընտրել են ինչպես հաջորդ առաջնորդ, ապա իհարկե հիմա Իսրայելը արդեն հայտարարել է, որ իրանց համար գլխավոր թիրախը կդառնա Մոջթաբա Խամենեին։ Եվ առհասարակ պատերազմը շարունակում է, պատերազմը շատ դաժան է, պատերազմը շատ խորքային է եւ մենք իհարկե ձեր հետ միասին կշարունակենք այդ հարցերի մասին խոսել, հետեւել, բայց Իրանի հետ, որի դիմաց արդեն մենք տեսնում ենք, որ նույնիսկ Միացյալ Արաբական Էմիրությունները հարվածներ են սկսել, որովհետեւ շարունակում է Իրանը հարվածներ Էմիրությունների վրա, Քաթարի վրա, Բահրեյնի վրա, այդ թվում Սաուդյան Արաբիային են հարվածել այսօր առավոտյան, այսինքն այս գործընթացներում ակնհայտ է, որ ասել Իրանի հետ միասին ենք մենք շարժվելու, դա հայկական պետության ինքնասպանություն է։ Մյուս կողմից, ասել, որ Հայաստանը լուրջ չի ընկալում ինքնիշխանությունը եւ պետականությունը, սուվերենությունը, դա հանցագործություն է։ Ես առհասարակ պնդում եմ, որ Հայաստանի իշխանությունները բավարար չեն անում այս ուղղությամբ։ Եվ այո, վարչապետ Փաշինյանին նկատի ունեմ եւ իր կառավարած իշխանությունը, քաղաքացիական պայմանագիրը, որովհետեւ ինչպես է հնարավոր, որ Հայաստանի տարածքում, ես չգիտեմ ինքը Հայաստանի քաղաքացի է թե ոչ, բայց ամեն դեպքում նկատի ունեմ Վիտալի Բալասանյանը, բայց ամեն դեպքում նույնիսկ եթե Ղարաբաղի քաղաքացի է եղել, ամեն դեպքում դա չի խոչընդոտի իրականում Հայաստանը, որ կարողանա իր հնարավորությունները կիրառի այդ ուղղությամբ, որովհետև մարդը Հայաստանի մասին է ասում, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր պետականությունից եւ դառնա Ռուսաստանի մաս։ Այսինքն ինքը ստեղծում է Հայաստանի ինքնիշխանության եւ սուվերենության համար լրջագույն վտանգ սրանով։ Եվ սա ոչ թե հայ ժողովրդի որոշումն է, խոսքին մենք կարող ենք որոշել բոլորս, նկատի ունեմ հայ ազգով, այդ թվում Հայաստանի քաղաքացիներով, որ մենք ուզում ենք անդամակցել Եվրոպական միությունում խոսքին, կամ որևէ միտեղ։ Եվ այդ դեպքում Եվրոպական միությունում անդամակցելով իհարկե դու սուվերենության մի մասը հանձնում ես Եվրոպական միությանը, բայց դա այդ որոշումը կայացնում է ազգը, դա քաղաքական այսպիսի նպատակ է։ Հիմա այս մարդիկ այն իրավիճակում, երբ ազգից այդպիսի աջակցություն չկա, իրանք են դա հայտարարում ինչպես գործակալ, հասկանում եք։ Այսինքն փորձում են նմանեցնել սա իբրև Եվրոպական միության անդամակցության գործընթացին, բայց արեք այստեղ հստակ արձանագրենք, հա, Եվրոպական միությունում անդամակցությունը չի զրկում քեզ պետություն լինելուց, բայց միևնույն ժամանակ դու ունես կոնկրետ այդտեղ այսինքն դու որ անդամակցում ես, կոնկրետ հնարավորություններ ունես։ Դու գիտես ինչ պայմաններով ես դու դառնում այդ միության մաս։ Այսինքն ես չեմ տեսնում խնդիր միության մեջ մտնելու, բայց այդ միության մեջ մտնելու հետևանքով դու արդյոք գիտես ինչ իրավունքներ ես ունենալու թե ոչ եւ այդ իրավունքները ամրապնդված են թե ոչ։ Ասեմ ձեզ, որ
Եվրոպական միությունում այդ իրավունքները ամրապնդված են։ Ռուսաստանում, միութենական պետությունում, Ռուսաստանի կազմում այդպիսի իրավունքներ գոյություն չունեն, ինչպես սովետական միությունում, այսինքն բնույթն է այստեղ կարևոր, ոչ միայն զուտ ուղին, գիտեք, բնույթը։ Հարցը նրանում չէ, որ եվրոպական ուղությունը ապրիորի լավն է, ռուսական ուղությունը ապրիորի վատն է։ Ես այդպես չեմ քննարկում։ Ես ուղղակի ասում եմ, որ ռուսական ուղությունը բռնապետական է։ Ուստի այդտեղ հնարավոր չի միության մեջ լինելը, նույնիսկ եթե դու դա ուղղակի ցանկանում ես։ Դա ցույց է տալի Եվրասիական տնտեսական միությունը, դա ցույց է տալիս ՀԱՊԿ-ը, այսինքն Ռուսաստանի այդ դաշինքները նշանակում է Ռուսաստանն է քեզ կառավարում։ Եվրոպական միությունում այդպիսի բան չկա։ Դու ես նաև Եվրոպական միության կառավարող դառնում։ Դա երկու կարևոր այսպիսի հարց է եւ կարծում եմ պարզաբանում այստեղ անհրաժեշտ էր, բայց պետք է նշել, որ իրանք խորամանկ ձևով Կտրիչ Ներսիսյանը եւ Սամվել Կարապետյանը սրա մասին բացահայտ չեն խոսում։ Կտրիչ Ներսիսյանը պատրաստվում էր այդ նույնը անել քրիստոնեական գաղափարի ներքո։ Այսինքն ինքը պետք է դառնար Հայաստանի նոր Խամենեի, այո, հայկական Խամենեի պետք է դառնար Կտրիչ Ներսիսյանը։ Հիշում եք Ռոբերտ Քոչարյանը ասել է հոգևորական պետք է առաջնորդի։ Բացահայտ ասել է, չէ՞, սա թաքուն փակ տեղեկատվություն չի, բաց տեղեկատվություն է իր հարցազրույցից։ Ասում է հոգևորական պետք է կառավարի այս գործընթացը եւ դա փորձել են արել քաղաքացի Բագրատ Գալստանյանի միջոցով, այդ սրբազան պայքարի ճակերտներում իհարկե գործընթացով չստացվեց, Կտրիչ Ներսիսյանը դա պետք է աներ։ Հիշում եք, ես բազում անգամ խոսում էի, որ Կտրիչ Ներսյանին վարչապետ պետք է դարձնեին, բայց հետո ավելի ճիշտ ոչ թե վարչապետի կարգավիճակ, իրը վարչապետ որևէ մեկին կնշանակեին, ոնց որ Վրաստանում են նշանակում։ Կտրիչ Ներսյանը պետք է դառնար ճակերտներում հոգևոր առաջնորդ, այսինքն Խամենեի պես։ Դա ինչ է նշանակում, որ ինքը ընդմիշտ ղեկավար է, հասկանում եք, ռուսները ուզում են Կրեմլը, ուզում է ընդմիշտ ղեկավար, պարզ որ լինի։ Բայց իրանց սեփական ընդմիշտ ղեկավարը խոսքին, որովհետև Ադրբեջանում կա ընդմիշտ ղեկավար փաստացի Ալիև, բայց ինքը ռուսների ընդմիշտ ղեկավարը չէ։ Ինքը կարողացել է խաղալ ռուսների հետ, խաբել այդ թվում ռուսներին, բայց ռուսներինը չէ, դա ակնհայտ է։ Հայաստանում իրանք ուզում են Իվանիշվիլու պես, այսինքն Իվանիշվիլին Վրաստանում ընդմիշտ ղեկավար է դառել, հասկանում եք, ռուսական ընդմիշտ ղեկավար։ Իրան փոխելու կարգավիճակ հիմա չկա։ Ընտրություններով դու չես, ինքը կեղծում է ընտրությունները, դու չես կարող ընտրություններով հիմա իրան փոխել։ Իսկ առանց ընտրությունների նաև չես կարող իրան փոխել։ Այսինքն իրավիճակը խրվել է իրականում եւ իրանք դա հասկացել են։ Ինչպես Սերժ Սարգսյանին դու չէիր կարող փոխել ընտրություններով, որովհետեւ ընտրություններով հիշում եք ինչ արդյունքներ կար ընտրություններում այդպես կոչված։ Հիմա Սերժ Սարգսյանի գաղափարը այն ժամանակ չաշխատեց, հիմա իրանք ուզում էին դա անել Կտրիչ Ներսիսյանի միջոցով, որը պետք է քրիստոնեության թեզի տակ կարողանար ընդմիշտ ղեկավար դառնալ։ Խամենեին ընդմիշտ էր, գիտեք, չէ՞, մինչև չմահանար ինքը ղեկավար էր լինելու։ Հիմա էլ որդին, այսինքն վերջ, այնտեղ չկա առհասարակ մարդկանց իրավունքներ, քաղաքացիական իրավունքներ, քաղաքական իրավունքներ, որևէ բան չկա։ Կա ընդմիշտ ղեկավար, վերջ։ Կտրիչ Ներսյանը դա պետք է աներ եւ իհարկե քրիստոնեության գաղափարով կառավարելը կբերեր նրան, որ ինքը ճշմարտության վերջի աստիճանն է։ Վերջ, դա ամենահարմար մեխանիզմն է կառավարելու եւ դա անելու էր իհարկե Ռուսաստանը իր միջոցով։ Շատ կարեւոր փաստարկ։ Եվ դա արվելու էր ինչպես արվում է ինչպես Չինաստանը եւ Ռուսաստանը կառավարում են Իրանը, որովհետեւ Իրանում իրանք հենց այաթոլլաների ռեժիմի շնորհիվ է, որ իրանց հարմար է, հասկանում եք, կառավարումը, որովհետեւ իրանք գիտեն, ընդմիշտ ղեկավար կա այստեղ, որը իրանց հետ է։ Բայց եթե Իրանը 80-90 միլիոնանոց պետություն է, Հայաստանը 3 միլիոնանոց պետություն է։ Այսինքն այս դեպքում սա ծայրագավառ պետք է լիներ։ Եղել է ծայրագավառ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, Սերժ Սարգսյանի ժամանակ, Կտրիչ Ներսյանը փորձեց այդ ծայրագավառի գաղափարը անել, բայց չստացվեց, եւ ամեն դեպքում փորձելու է, շարունակելու է, բայց Վիտալի Բալասանյանը հիմա նաեւ շարունակում է փաստացի պնդել, որ իրենց մոտ դա ստացվելու է եւ ասելով, որ ինքը աջակցում է Սամվել Կարապետյանին, Վիտալի Բալասանյանը բացահայտ եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ
եթե չստացվեց Ռուբեն Վարդանյանի ծրագիրը, հասկանում եք, որովհետև մարդը բացահայտ ասում էր, ուրիշ ձև չի լինի, պետք է մտնենք Ռուսաստանի կազմում։ Ինչ գործընթացում է, սա հայտարար է Ուկրաինայում պատերազմի սկզբից հետո։ Բա մենք ձեր հետ մանրամասն քննարկել ենք, չէ՞, այս հարցերը։ Ուկրաինայում պատերազմը սովետական միության վերականգնման մասին է, այսինքն Ռուսաստանը այնպես էլ վերահսկում էր Բելարուսը, որոշում կայացրեց, ինչպես 1921 թվականին գրավի Ուկրաինան, այն ժամանակ այնտեղ Բանդերան եւ ուրիշները, որոնք պայքարում են, իրանց էլ գիտեք ինչ էին կոչում ռուսները։ Հիմա նեոնացիստ եւ այլն էին կոչում։ Հիմա նույն բանն են կոչում ուկրաինական զինված ուժերին, որոնք նույն ձև նույն տրամաբանությամբ փորձում են դիմադրել ռուսական կայսրական այս ուրեմն հարվածին եւ գրավելու փորձին։ Հետո Մոլդովան պետքա գրավեին իր Պրեդնիստրովիեյով եւ զուգահեռ դրա իրանց պատկերացումով, տեսեք, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղրղստանը, այո, իհարկե ուզում է Ռուսաստանը, բայց Թուրքիան արդեն թուրքական միության միջոցով այստեղ այդքան է ակտիվացել, որ դա չի ստացվում։ Եվ այստեղ հիմա ձևավորվել է իրավիճակ։ Վրաստանը իրանք ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլու շնորհիվ հիբրիդային պատերազմի ձևաչափով խաբելով բնակչությունին վերահսկողության տակ են վերցրել, եւ այսօր Վրաստանի պետությունը օգտագործում են Վրաստանի քաղաքացիների դեմ, հասկանում եք, պետությունը, հենց վրացական պետությունը, վրացական ոստիկանությունը, վրացական բոլոր այդ մարմինների դատական համակարգը պայքարող արդար Վրաստանի քաղաքացիների դեմ։ Մնում է Հայաստանը։ Հիմա իրանք հաշվի ենք առնում այստեղ մի բան, որ եթե Հայաստանը դառնա Ռուսաստանի գուբերնիայի կարգավիճակով Վրաստանի հետ միասին, ապա տեսեք, կարևորը այստեղ ինչն է, որ սա Հայաստանին որևէ օգուտ չի բերելու, այսինքն որ ուղղակի հասկանանք, որովհետև Ռուսաստանից ինչ օգուտներ կամ ինչ վնասներ ենք ունեցել, դա շատ լավ գիտենք, անցել ենք դա արդեն։ Զուգահեռ դրա դա բերելու է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից թիրախավորման գործընթացին, որովհետև մենք Ռուսաստանը դառնալու է այստեղ խոչընդոտ ռուս-թուրքական այս ճարտարապետություն է ձևավորելու եւ մենք ինչպես սուբյեկտ այստեղ չենք լինի ուղղակի, չկա այլ հայկական պետություն, դա կլինի գուբերնիա, վերջ, անունը, դրոշը եւ այլն տարբերություն չկա, ոնց որ վրացական պետությունը այսօր փաստացի սուբյեկտ չէ, հասկանում եք։ Եվ այդ իրավիճակում ռուս-թուրքական ճարտարապետությունում եք նորից հայտնվում, այն էլ Ռուսաստանի ստրուկի կարգավիճակով։ Հիմա, եթե Ռուսաստանը, բայց ես ասում եմ, երբ որ Ռուսաստանը իրականում հետո այստեղից դուրս գա, եթե այդ սցենարը տեղի ունենա, բայց ես ամեն ինչ կանեմ, որ այդ սցենարը տեղի չունենա, որտեղ այդ սցենարը հիմա տեսեք ուր է տանում։ Երբ որ Ռուսաստանը այստեղից դուրս գա, որովհետև Ռուսաստանը Ուկրաինայում չի հաղթում, Ռուսաստանի պետականությունը քանդվում է ներսից։ Թուրքերը ցանկանում են Ռուսաստանը ներսից պայթեցնել, նկատի ունեմ էթնիկ թուրքերի եւ մուսուլմանների միջոցով։ Ռուսաստանը կարա ոչ միայն հարավային Կովկասը, հյուսիսային Կովկասը նույնիսկ կորցնի։ Այսինքն Վրաստանը իրանք որ պահել են այսօր եւ ուրախանում են Վրաստան են պահել, դեռ դա ժողովրդից չի գալի, երկրորդն էլ մի հատ ռուս օլիգարխի շնորհիվ է պահված այդ իրավիճակը։ Եվ Ուկրաինայում պատերազմն է եւ Ռուսաստանի դեռ ինչպես գործոն լինելը, որ պահում է այս իրավիճակը, որովհետեւ եթե Ուկրաինայում պատերազմը ավարտվի, ապա Վրաստանում ակնհայտ է, որ ռուսական ռեժիմ չի կարողանա շարունակել գոյություն։ Այսինքն Ուկրաինայում պատերազմի ավարտը նշանակում է ռուսական պետության սովետական միության ճանապարհով գնալը, քանդվելը։ Եթե հայկական պետությունը գնա այդ սովետական միության տրամաբանությունով, հայտնվի ռուս-չինա-իրանական դաշինքում, նրա փոխարեն, որ ունենա ինքնիշխանություն, նրա փոխարեն, որ այստեղ ոչ թե խոչընդոտ դառնա, այլ մենք փորձենք թուրքերի եւ ադրբեջանցիների հետ խնդիրները լուծել եւ արդեն այդ ճանապարհով գնում ենք, շատ լավ ենք գնում իրականում։ Թրիփ ծրագրով սուվերենություն, ինքնիշխանություն, հակամարտությունը, որ չլինի, լինի խաղաղություն, լինի առևտուր, լինի հարաբերություններ, այդ տրամաբանությամբ մենք թուրքական պետությունների միության համար խոչընդոտի փոխարեն դառնում ենք գործընկեր, Ռուսաստանի համար էլ առաջարկում ենք լինել գործընկեր եւ միևնույն ժամանակ մենք Վաշինգտոնի եւ Բրյուսելի այստեղ աջակցություն ենք ստանում, ներդրումներ արհեստական բանականության մեջ, հզոր հնարավորություններ,
բանակ, ինքնիշխան պետություն եւ այլն, հասկանում եք, այսինքն մենք առաջերտին մնում ենք ինչպես անկախ ինքնիշխան պետություն հզոր դաշնակիցներով առանց հակամարտություն, խաղաղությունով, տնտեսական զարգացումով։ Եվ այդ ամենի դեմ կա ռուս օլիգարխ, կա Վիտալի Բալասանյան գործակալ ռուսական փաստացի, կա Կտրիչ Ներսիսյան, նաև նույն տրամաբանությամբ, այդ պատճառով է, որ Սամվել Կարապետյանը Կտրիչ Ներսյանին է աջակցում, Կտրիչ Ներսյանը Սամվել Կարապետյանին, Սամվել Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանին, Ռոբերտ Քոչարյանը Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանը Կտրիչ Ներսյանին, Կտրիչ Ներսյանը Ռոբերտ Քոչարյանին, այսինքն բոլորը մեկ ցանցի մաս են։ Եվ այս մարդիկ ուզում են Հայաստանը դարձնել Ռուսաստանի ծայրագավառ։ Եվ այդ դեպքում մենք սարսափելի պատմական փուլով ենք անցնելու, հասկանում եք, որովհետև Ռուսաստանը նորից մեզ դավաճանելու է, նորից, դա պարզ է, դա պարզ է, 100% կարող ենք նախորոք ասել, որովհետև Ռուսաստանը հիմա է բավարար արդեն թույլ, որ չի կարող այստեղ որևէ բան անել, եւ ավելին ասեմ, որ գնալով թուլանալու է, եւ ուստի Ռուսաստանի թուլացումը բերելու է նրան, որ մենք Ռուսաստանի ծայրագավառի կարգավիճակից հայտնվելու ենք չպետության կարգավիճակում։ Հիմա մենք ունենք այս պատմական հնարավորությունը, ուստի այս պատմական հնարավորությունը պետք է արձանագրվի եւ իրականացվի երկու կոնկրետ քայլով։ Առաջի հերթին դա իհարկե հունիսի 7-ի ընտրություններն են, որտեղ որ երկբևեռություն կա։ Կա բևեռ, որը հայկական ինքնիշխանության կողմ է, եւ բևեռ, որը ինքնիշխանության դեմ է, պետականության դեմ է, եւ Վիտալի Բալասանյանը փաստացի դրանցից է, բայց աջակցելով Սամվել Կարապետյանին պարզ է դառնում, որ Սամվել Կարապետյանն էլ է դրանցից։ Եվ դա իհարկե գիտենք, ուղղակի Սամվել Կարապետյանը բավարար խորամանկ է, որ նախորոք չասի, որ միութենական պետություն է մտցնելու Հայաստանը։ Մյուս կողմից, դա իհարկե քաղաքացիական պայմանագրի պատասխանատվությունն է։ Բա ինչու Վիտալի Բալասանյանը դեռ ձերբակալված չէ։ Ինչու պատասխանատվություն չկա այսպիսի խոսքերի համար։ Ես համարում եմ, որ սա մեծ սխալ է, սա քաղաքական ազատության մասին չէ խոսքը։ Սա Հայաստանի պետականության դեմ է ուղիղ քայլ։ Այն իրավիճակում, երբ դու փաստացի խոսք է գնում պետականությունը հանձնել, բայց ում հանձնել։ Եվս մեկ անգամ մենք այստեղ եւ ամփոփում եմ սրանով, տարբերենք իրարից գաղափար, ինչպիսին է պետությունը Եվրոպական միության անդամ դարձնել, հավասար անդամ բոլոր այդ պետությունների հետ միասին եւ զուգահեռ դրա դարձնել Ռուսաստանի ծայրագավառ, Ռուսաստանում չկա հավասար անդամներ, դաշնության եւ այլն, ոչ էլ միութենական պետությունում։ Հարգելի այրնակիցներ, այս հարցը շատ կարևոր եւ վտանգավոր է, մենք այստեղ ձեր հետ միասին տեսնում ենք, որ գործակալական ցանցը ակտիվացել է եւ փորձելու է ամեն ինչ անել հայկական պետականության դեմ, հատկապես այս շատ ծանր իրավիճակում, այնինչ Իրանում է տեղի ունենում, տարածաշրջանում եւ այլն, ուստի այստեղ շատ կարևոր է իհարկե, որ մենք այս ամենը գիտակցենք, մեր ընտրությունը անենք նաեւ գալիք ընտրություններում, քաղաքացիական պայմանագրի հանդեպ աջակցությունը այս պարագայում, ինչպես նաեւ ուրիշ արևմտամետ ուժերի հայամետ արևմտամետ ուժերի հանդեպ ակնհայտ է, թե որ նշանակում է պետականությանը աջակցություն, եւ զուգահեռ դրա ես իհարկե փորձելու եմ միշտ այսպիսի թեմաները մանրամասն ձեզ ներկայացնեմ եւ ասեմ, որ այո, հիշում եք, մենք օրերս քննարկեցինք ձեր հետ միասին Գյումրիի ռազմակայանից եկող վտանգները։ Բա ոնց է հայտնվում այդպես, որ Գյումրիի ռազմակայանից եկող վտանգների թեմա կա։ Զուգահեռ դրա Բալասանյանը այսպիսի հայտարարություն է անում։ Ռուսները փաստացի մասնակցում են ընտրություններում Սամվել Կարապետյանի միջոցով։ Կտրիչ Ներսյանը դեռ այդտեղ է, ճիշտ է, արդեն Հայաստանը լքել չի կարող, բայց դեռ վեհարանում է։ Այսինքն այս բոլոր հարցերը պետք է լուծվեն եւ գնալու ենք այս հարցերի լուծման ճանապարհով։ Շնորհակալ եմ ձեզ ուշադրության համար, հարգելի այրնակիցներ, չենք մոռանում անպայման լայքել այս վերլուծությունը, դա շատ կարեւոր է ալիքի զարգացման համար։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, ես միշտ կարդում եմ եւ արձագանքում եմ, նաեւ բաժանորդագրվեք ալիքին եւ միացեք ալիքին, դառեք ալիքի անդամ, դրանով դուք կարող եք աջակցել ալիքին, դա շատ կարեւոր է նաեւ հատկապես արևմուտքում ապրող մեր հայրենակիցները կարող են դա անել եւ ես բարձր եմ գնահատում եւ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ով դա արդեն արել է։ Կհանդիպենք, ցտեսություն։